Եվ այսպես, ով է լինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության այն ներկայացուցիչը, ով առաջինը Նիկոլ Փաշինյանի դեմ հարցազրույց կամ ցուցմունք կտա։ Ինչու ենք ասում նաև հարցազրույց։ Վերջին մի քանի օրերի քննարկման կարևորագույն թեմաներից մեկը միջազգային մամուլում, առնվազն ամերիկյան մամուլում, դա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի խոսնակ Յուլիա Մենդելի հարցազրույցն է, ով զրուցել է ամերիկացի լրագրող Տակեր Կարլսոնի հետ եւ բավականին հետաքրքիր նրբերանգներ է ներկայացրել Ուկրաինայի նախագահի գործողությունների մասին, քաղաքական մոտեցումների մասին, Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության մասին եւ Յուլիա Մենդելի հարցազրույցը ստիպում է մեզ նաեւ այլ տեսանկյունից փորձել վերլուծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական համակարգում տիրող իրողությունները։ Ինչ է ասում Յուլիա Մենդելը։ Օրինակ 2019 թվականին, երբ որ տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու միակ հանդիպումը, 2019 թվականին Զելենսկին Պուտինին խոսք էր տվել, որ Ուկրաինան չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ։ 19 թվականին է դա եղել, բայց հետագա գործընթացները վկայում են այն մասին, որ մի բան ինքը խոսել է Պուտինի հետ, մի տրամաբանությամբ խոսել է Պուտինի հետ, մի խոստում է տվել, բայց հրապարակային այլ տրամաբանությունն է առաջ տանել, նույնիսկ ռազմավարական ծրագրեր են ներկայացվել, որտեղ ֆունդամենտալ կետը եղել է այն, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, ավելին Վլադիմիր Զելենսկին նախապայմաններ էր դնում, ասում էր, ես պատրաստ եմ հրաժարականի դիմում ներկայացնել, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այսինքն տեսեք, մի բան խոսք են տալիս կուլիսային բանակցությունների ժամանակ, մեկ այլ բան անում են հրապարակային քաղաքական գործընթացների ժամանակ եւ իրենք կարծում են, որ հենց դա է քաղաքականությունը։ Սա իրականում շատ լավ ցույց է տալիս, թե հետ խորհրդային տարածքում պոպուլիստական հակումներով քաղաքական գործիչները, որոնք վայելում են արևմուտքի աջակցությունը, ինչ տրամաբանությամբ են վարում քաղաքական գործընթացներ եւ ընդհանրապես ոնց են պատկերացնում քաղաքականություն ասվածը, այստեղ է, որ մենք կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ մոտավորապես նույն տրամաբանությամբ է զարգացել են հայ-ռուսական հարաբերությունները, օրինակ 44-օրյա պատերազմից հետո, կա հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու, անկեղծ լինենք հարգելի հեռուստադիտողներ, իհարկե Ռուսաստանի Դաշնությունը, եթե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ամբողջությամբ կյանքի կոչվեին, շահողներից մեկն էր լինելու տարածաշրջանում, բայց մենք էլ ենք շահելու դրանից։ Արցախը շարունակելու էր մնալ հայկական, իրական կոմունիկացիաների ապաշրջափակում էր տեղի ունենալու, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվս մի նրբերանգ, որը ներկայացրեց Յուլիա Մենդելի, ինչի մասին է խոսքը, նա ասում է, որ Վլադիմիր Զելենսկին պոպուլիստ լինելով մեկտեղ կողմնակից է Գեբելսյան քարոզչամեքենային։ Ինչ է ասում, ինչ է պատմում Յուլիա Մենդելը։ Նա ասում է հետևյալը, որ իրական բարեփոխումներ կատարելու փոխարեն Վլադիմիր Զելենսկին ասում էր, որ եթե լինի խոսացող 1000 գլուխ եւ այդ 1000 գլուխ փորձագետները, վերլուծաբանները ասեն, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ է, որ բարեփոխումները տեղի են ունենում, քաղաքացիները հավատալու են դրան։ Չեք զգում նույնը տեղի է ունենում նաեւ Հայաստանում։ Օրինակ, տեսեք, մի շրջան կար, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում էր այսպես կոչված արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպում էր ինչ-որ փորձագետների հետ, լրագրողների հետ, եւ դրանք այն շրջանակներն էին, որ բարեփոխումների բացակայության պայմաններում քաղաքացիներին փորձում էին համոզել, որ ամեն ինչ լավ է։ Այդ հայտնի վերնագրերը գիտեք, չէ՞, որ չգիտեմ, Ալիևին պատին ծեփեցինք, Ալիևին ստիպեցինք, Էրդողանը այլ տարբերակ չուներ, Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի եւ Եվրամիության շնորհիվ, Եվրամիության աջակցությամբ ստիպեց գնալ մեծ զիջումների Ալիևին, Էրդողանին եւ այլն եւ այդպես շարունակ։ Տեսեք, նույն տրամաբանությունը, որը գործում էր Ուկրաինայում, 1000 խոսող գլուխ, խոսում է իրողությունների մասին, որոնք ընդհանրապես գոյություն չունեն, նույն իրողությունները կան նաև Հայաստանի Հանրապետությունում, նույն տրամաբանությամբ է գործում Վլադիմիր Զելենսկու կառավարման համակարգը եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը։ Իրենք բարեփոխումներ չեն իրականացնում, իրենց կոմպետենցիաները չեն բավարարում բարեփոխումներ իրականացնելու։ Շատ པարզ օրինակ, հարգելի հեռուստադիտողներ, բոլորդ էլ հիշում եք, ինչպես էին Հայաստանի Հանրապետության իշխանությունները պայքարում նրա դեմ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա չլինեն աղամաններ։ Իրենք նույնիսկ սա են տապալել, բայց բազմաթիվ խոսող գլխներ կային, որոնք ասում են, որ դա չափազանց կարևոր բարեփոխում է, վերջնարդյունքը կրկին ասենք բոլորիս աչքի առաջ է։
Հիմա գանք մեկ այլ իրադարձության, որը եւս կապված է Ուկրաինայի հետ, բայց որը նաեւ մտորելու տեղիք պետք է տա Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Վլադիմիր Զելենսկու աջ ձեռքը, ում միջոցով նա մենք կարող ենք առնվազն ենթադրել ներգրաված է եղել նաեւ կոռուպցիոն որոշակի գործարքների մեջ, նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն է, ում դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գործող հակակոռուպցիոն հատուկ ծառայությունները, Ուկրաինայում գործող հատուկ ծառայությունները, դատախազությունը հակակոռուպցիոն ՆԱԲՈ-ն մեղադրանք են առաջադրել եւ Անդրեյ Երմակին այս պայդրությամբ դատում են ավելի քան 400 միլիոն գրիվնա են իրենք անօրինական շրջանառության շնորհիվ կարողացել օգտագործել պատերազմական իրողությունների ժամանակ իրենք Կիևի մերձակայքում էլիտար թաղամաս են իրենց համար կառուցում տեսեք հա հասկանանք Յուլիա Մենդելի հարցազրույցը եւ Անդրեյ Երմակի դեմ գործողությունները Մենդելը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է հարցազրույց տալիս ամերիկյան վերահսկողության տակ եղած հատուկ հակակոռուպցիոն մարմինները Անդրեյ Երմակի դեմ գործողություններ են իրականացնում երևի տրամաբանությունը պարզը չէ որ սա հատուկ քաղաքական օպերացիա էր որը իրականացվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից իրականացվեց ընդդեմ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների ինչի համար ենք մենք սա ասում տեսեք Վլադիմիր Զելենսկին եւ Նիկոլ Փաշինյանը իրենք երկուսն էլ աշխարհաքաղաքական առումով ունեն մեկ ընդհանուր խնդիր իրենք երկուսն էլ կարծում են որ իրենք հավերժ են լինելու ինչպես նաեւ կարծում են որ իրենք անփոխարինելի են ավելին իրենք նաեւ կարծում են որ որպիսի կարողանան իրենց անձնական իշխանությունը երկարաձգեն իրենք պետք է իրենց երկրների եւ ժողովուրդների շահերը դնեն զոհասեղանին ինչ արեց Վլադիմիր Զելենսկին նույնը արդեն արել է Նիկոլ Փաշինյանը տրամաբանությունն էլ հուշում է հետեւյալը որ եթե հունիսի 7-ի եւ հունիսի 8-ի քաղաքական իրողությունները Հայաստանում իրարից չտարբերվեն Հայաստանի Հանրապետությունը վերածվելու է արևմտյան Ադրբեջանի այսինքն մենք գնալու ենք այն ճանապարհով որով արդեն գնացել է Արցախը որով նաեւ այս պայդրությամբ գնում է Ուկրաինան, բայց այս երկու գործիչներին միավորում է նաև հետևյալը, իրենք իրենց մոտեցումներում երկուսն էլ սխալվում են, երկուսն էլ հավերժ չեն իշխելու, աշխարհաքաղաքական առումով էլ այն պահի դրությամբ, երբ որ չլինի հստակ կոնսենսուս, իսկ այդ կոնսենսուսը կարծես թե չկա ոչ Զելենսկու մասով, ոչ Փաշինյանի մասով, որ իրենք պետք է շարունակեն իրենց գործողությունները որպես երկրների ղեկավարներ, իրենք գնալու են եկեք այսպես հա ձևակերպենք քաղաքական թոշակի մեղմ ասած իրենց քաղաքական գործունեությունը դադարելու է սա կրկին ասենք պայմանավորված է նրանով որ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ կարող են փոխվել եւ իրենք որևէ ազդեցություն այդ աշխարհաքաղաքական գործընթացների վրա չեն կարող ունենալ եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը եւ մենք այսքան զուգահեռներ անցկացրեցինք Վլադիմիր Զելենսկու, Նիկոլ Փաշինյանի միջև, Հայաստանի եւ Ուկրաինայի միջև եւ այդ զուգահեռների տրամաբանության շրջանակներում մնում է ընդամենը մեկ հարց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունից ով է լինելու այն առաջին անձը, ով հարցազրույց կամ ցուցմունք է տալու Նիկոլ Փաշինյանի դեմ մտածեք այդ մասին